Վարկյանների ընթացքում ասիական մի շարք երկրներ հայտնվել են քաոսի ճիրաններում։ 7.7 և 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ ցնցում է գրանցվել Մյանմարի կենտրոնական շրջաներում, մայրաքաղաք Նեպիդոյից հյուսիս։ Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա, ստորգետնյա ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել է նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թայլանդում, Լաոսում և Չինաստանում։ Ընդերքը ցնցած գրեթե բոլոր բնակավայրերում անկառավարելի խուճապ է սկսվել։ Տագնապալի իրավիճակ է եղել հատկապես երկնաքերերում, որոնցից սկսվել է մարդկանց զանգվածային տարհանումը։ Հազարավոր մարդիկ միմյանց հրմշտելով դուրս են թափվել փողոց։ Մի քանի միլիոնանոց մեգապոլիսներում միացել են նախազգուշացնող ազդանշանները։ Ամենուր ավերածություններ են, հարյուրավոր բնակելի շենքեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ փլուզվել են։ Փրկարարական աշխատանքներ են տարվում փլատակներից բազմաթիվ մարդկանց դուրս բերելու համար։ Մյանմարի երկրաշարժից հետո ուժգին հրդեհ է բռնկվել Մանդալայի համալսարանում, փլուզվել է նաև ավտոմոբիլային կամուրջը, հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Սարսափազդու կադրեր են տարածվում Բանգկոկից։ Մարդիկ սարսափով հետևում են, թե ինչպես է իրենց աչքի առջև թղթե տնակի նման փլվում կառուցվող երկնաքերը։ Փլուզումից առաջացած փոշու սյունը տարածվել է կիլոմետրերով։ Փլատակներում են հայտնվել տասնյակ շինարարներ, որոնք մինչև փրկարարների ժամանումը փորձել են դուրս գալ։ Բանգկոկում դադարեցվել է երթևեկությունը, չեն գործում մետրոն ու երկաթգիծը։ Գնացքի վագոնները խելագարի նման ցնցվում են, բղավում են խուճապահար մարդիկ։ Այստեղ ամեն բան ցնցվում է։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով Թայլանդի մայրաքաղաքում բարձրահարկ հյուրանոցներից թափվել են լողավազանների մի քանի տոննա կշռող ջրերը, որոնք ծածկել են երկրաշարժից փախչող մարդկանց։ Ցնցումների էպիկենտրոնում են հայտնվել աշխարհի տարբեր ծայրերից Թայլանդ ժամանած զբոսաշրջիկները։ Полицейские автомобили. Ոստիկանական մեքենաները շրջում էին փողոցներով ու բարձրախոսներով զգուշացնում հավանական հետցնցումների մասին։ Երկրաշարժը շատ սարսափելի էր։ Ես հյուրանոցի 8-րդ հարկում էի։ Կահույքը, ջահերը ճոճվում էին, դժոխային տեսարաներ։ Բոլորին զգուշացրել էին, որ անհրաժեշտ է արագ տարհանվել, վերելակ չնստել։ Սա ահավոր շոկ էր, ես ճոճվում էի, գլուխս պտտվեց, հետո լսեցի, թե ինչպես են մարդիկ բղավում ու հասկացա, թե ինչ է տեղի ունենում, շուրջ բոլորը մարդիկ են հավաքված, բոլորն ահաբեկված են, չեն ցանկանում վերադառնալ շենքեր, վստահ չեմ, որ կառույցներն ապահով են, երկրաշարժը հավանաբար 5 րոպե տևեց, ես մինչև հիմա ցնցվում եմ, 30 տարի Բանգկոկում եմ ապրում, ցնցումներ եղել եմ, բայց այսպիսի հզոր երկրաշարժ երբեք չեմ տեսել։ Կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ։ Տարերային աղետի կապակցությամբ Թայլանդի վարչապետը Բանգկոկում արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։